Պատերազմից բառացիորեն շաբաթներ անց Ադրբեջանը սկսեց նոր ճնշման քաղաքականություն, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Սա ցնցեց ողջ հանրությանը։ Հայկական ռազմական դիմադրության ռեսուրսը ծանր հարվածներ էր ստացել։ Ճակատը մի շարք ուղղություններով ճեղքված էր։ Շուշին անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի հասարակությունը փաստացի տեղեկացավ կապիտուլյացիոն բնույթի համաձայնության մասին ոչ թե նախապատրաստված պետական հաղորդակցության միջոցով, այլ գիշերվա ուշ ժամին հրապարակված գրառումից։ Հետպատերազմյան առաջին օրերին դա հասարակության մեջ ամենաշատ քննարկված հարցերից մեկն էր։ Այս ամենը դեռ սկիզբն էր։ 2023 թվականի օգոստոսին հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և սկսվեց այն, ինչը պատմության մեջ մնաց որպես Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանում։ Բարև ձեզ։ Արցախյան քրոնիկան շարունակում է վերականգնել մեր նորագույն պատմության ամենացավոտ, ամենաբարդ և ամենաճակատագրական իրադարձությունները։ Նախորդ թողարկման մեջ մենք կանգ առանք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի այն կետում, երբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որը կանգնեցրեց պատերազմը։ Այդ գիշեր լռեցին հրանոթները, բայց սկսվեց մի նոր փուլ, որի հետևանքներն ավելի խորն էին, քան շատերը պատկերացնում էին, և այդ գիշեր փլուզվեց մի ողջ անվտանգային համակարգ, որի վրա տասնամյակներով կառուցվել էր հայկական, պետական և ազգային ռազմաքաղաքական մտածողությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատերազմը կանգ առավ այն դիրքերում, որտեղ կանգնած էին հայկական և ադրբեջանական ուժերը տվյալ պահին, իսկ դա այն պահն էր, երբ հայկական ռազմական դիմադրության ռեսուրսը ծանր հարվածներ էր ստացել։ Ճակատը մի շարք ուղղություններով ճեղքված էր, Շուշին անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Ստեփանակերտի անվտանգության համակարգը դարձել էր խիստ խոցելի։ Եվ երբ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է անասելի ծանր փաստաթուղթ, հենց այստեղ սկսվեց պատերազմյան առաջին քաղաքական ցնցումը։ Հայաստանի հասարակությունը փաստացի տեղեկացավ կապիտուլյացիոն բնույթի համաձայնության մասին ոչ թե նախապատրաստված պետական հաղորդակցության միջոցով, այլ գիշերվա ուշ ժամին հրապարակված գրառումից։ Սա ցնցեց ողջ հանրությանը։ Մարդիկ չէին հասկանում, ինչ է ստորագրվել, ինչ է կորցվել, որտեղ են անհետ կորածները, ինչ է լինելու Արցախի մնացած հատվածի հետ։ Անպատասխան հարցերի շարքը անվերջ էր։ Երևանում իսկույն սկսվեցին անկարգություններ։ Զայրացած բազմությունը նույնիսկ ներխուժեց կառավարության շենք ու ազգային ժողով և ջարդ ու փշուր արեց գրեթե ամեն ինչ։ Փողոցում հարձակման ենթարկվեց նույնիսկ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ով մի կերպ ողջ մնաց։ Պետական կառավարման համակարգը մի քանի ժամ շարունակ գտնվում էր փաստացի քաոսային վիճակում։ Եվ եթե այդ ժամերին Երևանում իշխում էր քաղաքական ցնցումը, ապա Արցախում իրավիճակը այլ էր։ Այնտեղ իշխում էր ծանր, սառը, անշարժ լռությունը։ Ամենուր ավերված տներ էին, հրթիռակոծված փողոցներ, վիրավորներով լի հիվանդանոցներ և հազարավոր ընտանիքներ անորոշության մեջ։ Իսկ որտեղ էր Հայաստանի իշխանությունը այդ ժամերին։ Հետպատերազմյան առաջին օրերին դա հասարակության մեջ ամենաշատ քննարկված հարցերից մեկն էր։ Պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ պետական կառավարման համակարգը գործում է։ Սակայն վարչապետի հանրային հաղորդակցությունը այդ օրերին հաճախ անկանոն էր, էմոցիոնալ, երբեմն անհասկանալի կառուցվածքով, հաճախ սոցիալական հարթակներից արված ուղիղ եթերի ձևաչափով։ Ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, ես իրենց կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Պատրաստվել վրեժի։ Եվ այստեղ առաջացավ պետականության տեսանկյունից լուրջ հարց. երբ երկիրը վերապրում է ռազմական աղետ և երբ հասարակությունը շոկի մեջ է, ճիշտ է, որ երկրի ղեկավարի հաղորդակցությունը լինի այսքան անկառավարելի ու ոչ ինստիտուցիոնալ։ Եվ այդ վակումը լցվեց ոչ հավաստի լուրերով, կիսաճշմարտություններով, ցասումով և անվստահությամբ։ Իսկ զուգահեռ իրականության մեջ տարածաշրջանում սկսվում էր նոր և ավելի վախենալու խաղ։ Մինչ Հայաստանում և Արցախում քաղաքական ճգնաժամ էր, տարածաշրջանում արդեն սկսվել էր ուժերի նոր դասավորություն։ Արցախ էր մտնում ռուսական խաղաղապահ զորակազմը իր 1960 զինվորականով և մի քանի տասնյակ ռազմական տեխնիկայով ու այլ միջոցներով, որոնք շատ արագ ամրացան որպես տարածաշրջանի խաղաղության երաշխավորը առնվազն առաջիկա 5 տարիների համար։ Ստեփանակերտում խաղաղապահների ներկայությունը առաջին շաբաթներին շատերի մոտ ստեղծեց անվտանգության հարաբերական զգացում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
հազարավոր տեղահանված արցախցիներ վերադարձան Արցախ, վերաբացվեցին դպրոցները, պետական կառույցները, խանութները եւ կյանք կարծես փորձում էր վերադառնալ բնականon հունին, բայց միայն արտաքուստ։ Իրականում Արցախը դարձել էր կիսաշրջափակված ռազմականապես խոցելի տարածք։ Եթե մինչև պատերազմը հայկական ուժերը վերահսկում էին շուրջ 11-ից 12,000 քառակուսի կիլոմետր տարածք, ապա պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացել էր ընդամենը մոտ 2500 քառակուսի կիլոմետր տարածք։ Շատերը պատերազմից հետո մտածում էին, որ Բաքուն ստանալով իր ռազմական հաղթանակը գոնե որոշ ժամանակ կբավարարվի ձեռք բերած արդյունքներով, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Պատերազմից բառացիորեն շաբաթներ անց Ադրբեջանը սկսեց նոր ճնշման քաղաքականություն եւ եթե մինչ 2020-ը Ադրբեջանի նպատակը այսպես կոչված տարածքների վերադարձն էր, ապա պատերազմից հետո այդ նպատակը վերափոխվեց եւ դարձավ ամբողջ Արցախի հարցի վերջնական փակումը։ Բաքվի ռազմաքաղաքական ուղերձն աստիճանաբար դարձավ հստակ. Արցախի հայկական ինքնավար գոյության որևէ ձև չի կարող լինել։ Իլհամ Ալիևը պատերազմից հետո իր ելույթներում պարբերաբար հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղ միավոր այլևս գոյություն չունի։ Եվ եթե հարցը հայտարարում էր փակված, ապա արդյունքում Ադրբեջանը ստեղծում էր նոր իրականություն։ Այլևս քննարկվում էր ոչ թե կարգավիճակ, այլ միայն ինտեգրում Ադրբեջանի կազմի մեջ։ Մինչ արտաքին աշխարհում ընթանում էին ուժային վերադասավորումներ, Արցախում կյանքը դառնում էր գնալով ավելի բարդ։ Տնտեսությունը ծանր վիճակում էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել էին տուն, աշխատանք, գույք։ Բազմաթիվ ընտանիքներ շարունակում էին փնտրել իրենց զոհված եւ անհետ կորած հարազատներին, բայց այս ամենը դեռ սկիզբն էր։ Իրական շրջադարձը պետք է գար այն պահին, երբ բանակցային ձևակերպումների փոփոխությունը արմատապես փոխելու էր Արցախի իրավաքաղաքական իրավիճակը։ Եթե պատերազմից հետո դեռ պահպանվում էր ինչ-որ դիվանագիտական անորոշություն Արցախի կարգավիճակի շուրջ, ապա 2022-ի ընթացքում այդ անորոշությունը սկսվեց արագորեն վերանալ, եւ դրա ամենակարևոր հանգրվանը եղավ Պրահայի հանդիպումը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական հարթակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Այս հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որը առաջին հայացքից կարող էր թվալ սովորական դիվանագիտական ձևակերպում, բայց դրա բովանդակությունը ուներ խորքային հետևանքներ։ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, հղում անելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Իսկ ըստ այդ հռչակագրի Լեռնային Ղարաբաղը որպես նախկին ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ԽՍՀ վարչական միավոր ընկնում էր Ադրբեջանի տարածքային ամբողջության ենթակայության տակ, այսինքն առաջին անգամ հայկական կողմը միջազգային հարթակում փաստացի ճանաչում էր Արցախը Ադրբեջանի կազմում, եւ Բաքուն շատ արագ օգտագործեց այս հնարավորությունը, դիրքորոշումը դարձնելով առավել կոշտ եւ հստակ։ Կարգավիճակ այլևս չկա, հակամարտություն այլևս չկա, կա միայն ներքին հարց Ադրբեջանի կազմում։ Եվ եթե մինչ այդ միջազգային հարթակներում քննարկումները տեղի էին ունենում հակամարտության կարգավորման համար, ապա այդուհետ Բաքուն այն ներկայացնում էր որպես իր տարածքում ապրող բնակչության ինտեգրման խնդիր։ Արևմտյան դերակատարները, հատկապես Եվրամիությունը, փորձում էին ներկայացնել գործընթացը որպես խաղաղության հնարավորություն, բայց իրականում առաջնահերթությունը տարածաշրջանում կայունության ապահովումն էր, ոչ թե Արցախի կարգավիճակի խորքային լուծումը։ Ռուսաստանը իր հերթին պահպանում էր ավելի զգուշավոր դիրք։ Պաշտոնական Մոսկվան շարունակում էր խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա որոշման մասին, բայց միաժամանակ չէր հակասում այն գործընթացներին, որոնք ընթանում էին արևմտյան հարթակներում։ Հետագայում Վլադիմիր Պուտինը կասեր մի կարևոր միտք, որը դարձավ այս ամբողջ պատմության առանցքային մեկնաբանություններից մեկը։ Նա փաստացի ձևակերպեց հետևյալը. Եթե Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա Ռուսաստանը ինչպես կարող է հակառակ դիրքորոշում ունենալ։ Ну а что скажешь-то? А как на это реагировать-то еще? Армения признала, а мы что должны делать? Сказать, нет, а мы не признаем. Ну это же нонсенс, правильно? Ерунда какая-то. Պրահայից հետո սկսվեց գործընթացների արագ սրացում։ Պրահայի հայտարարությունից շուրջ 2 ամիս անց 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք պաշտոնապես ներկայացվում էին իբրև էկոակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը հայտարարելով, թե բողոքում են Արցախի տարածքում ենթադրյալ հանքարդյունաբերական գործունեության դեմ։
Պաշտոնական ձևակերպումը բնապահպանական էր, բայց իրական պատկերը քաղաքական եւ ռազմավարական էր։ Շատ միջազգային դիտորդներ, լրագրողական հետաքննություններ եւ վերլուծաբաններ նշում էին, որ գործողությունը իրականացվում էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հստակ վերահսկողության պայմաններում։ Այլ կերպ ասած, սա քաղաքացիական ակցիա չէր։ Սա պետական ճնշման նոր գործիք էր։ Արցախում սկսվեց իրական հումանիտար ճգնաժամ։ Խանութների դարակները դատարկվեցին մի քանի օրվա ընթացքում։ Սնունդը անցավ տալոնային համակարգի։ Շաքարավազ, ալյուր, ձեթ, բրինձ, մանկական սնունդ, ամեն ինչ դարձավ սահմանափակ։ Դեղատներում բազմաթիվ կենսական նշանակության դեղեր անհասանելի դարձան։ Բուժ հաստատությունները ստիպված էին հետաձգել ոչ հրատապ վիրահատությունները։ Հղիներ, երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ հայտնվեցին ծանր վիճակում։ Վառելիքի պակասը կաթվածահար արեց տնտեսությունը։ Հանրային տրանսպորտը կանգ առավ։ Գյուղատնտեսական աշխատանքները խաթարվեցին։ Բիզնեսի մեծ մասը կիսափակվեց կամ ամբողջությամբ փակվեց։ Մի ամբողջ հասարակություն մեկուսացվեց արտաքին աշխարհից։ Շրջափակման խորացման զուգահեռ աճում էր նաև ներքին դժգոհությունը։ Հասարակության մեջ հարցեր էին առաջանում. արդյոք Ստեփանակերտն ունի հստակ ռազմավարություն, արդյոք Երևանը ունի իրական պլան, արդյոք Մոսկվան ցանկանում է լուծում տալ այս խնդրին։ 2023 թվականի գարնանը Ադրբեջանը արդեն ոչ միայն այսպես կոչված ակտիվիստներով էր փակ պահում ճանապարհը, այլ նաև բացահայտ ռազմական վերահսկողություն էր հաստատել Միջանցքի վրա։ Նպատակը այլևս չէր թաքցվում։ Կամ Արցախի հայերը պետք է ընդունեին Ադրբեջանի պարտադրած պայմանները, կամ պետք է կանգնեին գոյաբանական ճգնաժամի առջև։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը Հակարի կամրջի հատվածում տեղադրեց սահմանային անցակետ։ Բաքուն դա մեկնաբանեց այն կերպ, որ ինքն ունի իր սահմանների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք։ Ռուս խաղապահներն էլ կրկին սահմանափակվեցին հայտարարություններով եւ տեղային բանակցություններով։ Միջազգային մի շարք կենտրոններից հնչեցին ճանապարհը բացելու կոչեր։ Օրինակ Հագայի արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարին միջանկյալ միջոց կիրառելու որոշմամբ կոչ արեց ապահովել մարդկանց տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն գործնական դաշտում որոշումը չկատարվեց եւ Արցախը շարունակում էր փակ մնալ։ Շրջափակման խորացման զուգահեռ աճում էր արտաքին եւ ներքին ճնշումը։ 2023 թվականի փետրվարին Ռուբեն Վարդանյանը, ով վերջերս էր տեղափոխվել Արցախ եւ նշանակվել պետնախարարի պաշտոնում, ազատվեց պաշտոնից։ Պաշտոնական բացատրությունները տարբեր էին՝ կառավարման արդյունավետության հարցեր, նոր մոտեցումների անհրաժեշտություն եւ այլն։ Սակայն լայն տարածում ուներ մեկ այլ ընկալում։ Բաքուն նրա ներկայությունը համարում էր անընդունելի եւ նրա հեռացումը դիտարկվում էր որպես ճնշման արդյունք կամ բանակցային ֆոնի փոփոխության փորձ։ Այս գնահատականը պաշտոնապես միանշանակ չի հաստատվել, բայց հասարակության ներսում կասկած չկար, որ պատճառը հենց Բաքվի ճնշումներն էին։ Միևնույն ժամանակ պետք է փաստել, նրա հեռանալուց հետո Ադրբեջանի դիրքորոշման մեջ մեղմացում չեղավ։ Ճնշումը շարունակվեց նույն կոշտությամբ։ 2023 թվականի ընթացքում Արցախի ներքին քաղաքական դաշտում աճում էր լարվածությունը։ Հասարակությունը հոգնած էր։ Մարդիկ ամիսներ շարունակ ապրում էին շրջափակման պայմաններում։ Մեծ դժվարությամբ էին հայթայթվում սնունդ, վառելիք, դեղամիջոցներ եւ այլն։ Եվ այս լարվածության ֆոնին 2023 թվականի օգոստոսին հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նոր անորոշության ալիք բարձրացրեց հասարակության ներսում։ Նրա հրաժարականի շուրջ կային տարբեր գնահատականներ։ Մի մասը դա դիտարկում էր որպես անպատասխանատու քայլ, մյուսները որպես ճնշումների արդյունք, իսկ ոմանք որպես փակուղային իրավիճակից դուրս գալու հերթական անհաջող փորձ։ Եվ քանի որ երկիրը գտնվում էր շրջափակման մեջ եւ համապետական նոր ընտրություններ անցկացնելը ֆիզիկապես ու անվտանգային առումով անհնար էր, գործընթացն իրականացվեց խորհրդարանի միջոցով։ Սեպտեմբերի 9-ին Արցախի ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվեց նախագահ 22 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նոր նախագահի ընտրությունը շատերի մոտ հույս էր առաջացրել, որ միգուցե հնարավոր լինի փոխել բանակցային մթնոլորտը կամ ստեղծել նոր դիմադրության քաղաքականություն։ Իսկ Հայաստանում այս ընթացքում շարունակում էին ցույցերը եւ հավաքները, պահանջելով ավելի վճռական քայլեր։ Հնչում էին կոչեր՝ ճանաչել Արցախի անկախությունը, նախաձեռնել միջազգային արտակարգ գործընթացներ, բարձրացնել ՄԱԿ-ի հարթակում հարցը առավել կոշտ ձևով, իսկ որոշ շրջանակների կողմից անգամ ռազմական օգնություն ցուցաբերելու կոչեր էին հնչում։
Սակայն պաշտոնական Երևանը շարունակում էր հայտարարել, որ Հայաստանի ուղիղ ռազմական ներգրավումը կարող է հանգեցնել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ Արցախը արդեն ամբողջությամբ մեկուսացված էր, սպառված, հյուծված, միջազգային մեխանիզմներից հիասթափված, ռուս խաղաղապահների հնարավորությունների վրա կասկածող, Ադրբեջանը հայտարարեց հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին Արցախի ամբողջ տարածքում եւ Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ համակարգված ռազմական հարձակում։ Հարձակումը սկսվեց միաժամանակ մի քանի ուղղությամբ։ Ադրբեջանը գործի դրեց ամբողջական համակցված մարտավարություն, զանգվածային հրետանային հարվածներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ավիացիոն բաղադրիչ, հատուկ նշանակության խմբերի արագ ներթափանցման գործողություններ եւ այլն։ Այստեղ պետք է ճշմարտությունը ասել ուղիղ։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի պաշտպանական համակարգը արդեն չէր հիշեցնում նախկին տարիների պաշտպանական հնարավորությունները։ Պատճառները մի քանի շերտ ունեին։ Առաջին, շրջափակման հետևանքով ամիսներ շարունակ մատակարարումների բացակայությունը խիստ սահմանափակել էր վառելիքը, պահեստամասերը, բժշկական պաշարները եւ ընդհանուր նյութատեխնիկական կարողությունները։ Երկրորդ, շրջափակման ամիսները կոտրել էին հասարակության եւ համակարգի հոգեբանական դիմադրողականությունը։ Երրորդ, Արցախը փաստացի միայնակ էր մնացել թվաքանակով իրենից մի քանի տասնյակ անգամ գերակշռող եւ մինչեւ ատամների ծայրը զինված Ադրբեջանի դեմ։ Սեպտեմբերի 20-ին, մոտ 1 օր անց, ռուսական միջնորդությամբ ձեռք բերվեց կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Պայմանավորվածության առանցքային կետերը վերաբերում էին կրակի դադարեցմանը, Արցախի հայկական զինված կազմավորումների զինաթափմանը, ծանր սպառազինության հանձնմանը եւ հետագա ինտեգրման շուրջ քննարկումների մեկնարկին։ Սա փաստացի նշանակում էր, որ Արցախի պաշտպանական ինքնուրույն համակարգը ավարտում էր իր գոյությունը։ 24 ժամ տևած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունեցավ ավելի քան 200 զոհ, այդ թվում 9 քաղաքացիական անձ եւ շուրջ 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատեց իր զինուժի 205 զինծառայողի մահ եւ 511 վիրավորի մասին։ Բացի այդ, մարտերի ընթացքում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեցին նաեւ 5 ռուս խաղաղապահներ։ Սակայն ամենածանր մասը դեռ առջևում էր։ 44 օրյա պատերազմից հետո, ամիսներ տևած շրջափակումից հետո եւ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո մարդկանց զգալի մասը չէր հավատում, որ կարող է ապրել Ադրբեջանի կազմում եւ նրա տիրապետության տակ։ Եվ սկսվեց այն, ինչը պատմության մեջ մնաց որպես Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանում։ Տասնյակ հազարավոր մեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, շտապ օգնության մեքենաներ եւ նույնիսկ գյուղատնտեսական տեխնիկա շարժվեցին դեպի Հայաստան։ Ճանապարհը վերածվել էր մարդկային անվերջ շարասյան։ Մարդիկ վերցնում էին այն, ինչը հնարավոր էր վերցնել, եւ մնացած ամեն ինչ թողնում էին հետևում։ Այդ օրերին տեղի ունեցավ եւս մի անդառնալի ողբերգություն։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 218 արցախցի եւ հարյուրավոր մարդիկ ստացան ծանր այրվածքներ։ Այս աղետը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բռնի տեղահանվող հազարավոր քաղաքացիներ հերթ էին կանգնել Հայաստան հասնելու համար մեքենաների վառելիք ստանալու նպատակով եւ մի ամբողջ պատմական հայկական տարածք, որտեղ հայ ներկայությունը շարունակում էր դարերով, մի քանի օրում դատարկվեց։ Արցախի պետականությունը կործանվեց, բայց Արցախի պատմությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ պահպանվում է հիշողությունը, փաստը, մշակույթը եւ ժողովրդի կամքը պատմության էջը փակված չէ։ Հարցն այսօր այլ է։ Կարող ենք մենք հասկանալ կատարվածի իրական պատճառները, դասեր քաղել եւ կառուցել արժանապատիվ ապագա։ Սա Արցախյան քրոնիկան էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։